Բարի երեկո, մեր շատ սիրելի YouTube-յան հեռուստադիտողներ։ Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլիներ կինն ու գինին։ Հովհաննես Թումանյանը լավ գիտեր գինու ազդեցությունը աշխարհի, տղամարդու, աշխարհաքաղաքական երևույթների վրա եւ գիտեր նաեւ գինու մշակութային ազդեցության մասին, ու ընդհանրապես մեկ նախադասությունով կարողացել է այն մեզ փոխանցել, հաղորդել։ Ես այսօր հիանալի հյուր ունեմ, որի հետ խոսելու ենք գինու մասին, գինի երևույթի, գինի մշակույթի, գինի արտադրողական շատ կարևոր երևույթի մասին, ու ամենակարևորը խոսելու ենք յուրահատուկ առիթի մասին, որը այս տարի առաջին անգամ է տեղի ունենալու Հայաստանում։ Բայց մինչև այդ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Spin Ideas Agency-ին, որի շնորհիվ մեր YouTube-յան այս հարթակում ունենում ենք հնարավորություն ձեզ ներկայացնելու տարբեր թեմաներ, կարևոր մարդկանց, յուրահատուկ հյուրերի եւ ինչու ոչ տալ գիտելիք տարբեր ոլորտներից։ Spin Ideas Agency-ն ձեզ կտա մանրամասն լավ խիտ ինֆորմացիա YouTube-ի մասին։ Դուք կարող եք անել բիզնես կամ զարգացնել ձեր YouTube-յան ալիքը եւ վաստակել գումար, ու առհասարակ եթե ունեք հարցեր ու ուզում եք ստեղծել նոր ձևաչափ, Spin Ideas Agency-ն ձեզ համար է։ Դիմեք նրանց, շահագործեք, օգտագործեք եւ իհարկե վայելեք ձեր ստեղծած կոնտենտը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր շարունակաբար հետևում են իմ YouTube-յան ալիքին եւ իհարկե հավերժ շնորհակալ եմ հանգանակությամբ մեզ օգտակար եղող մարդկանց։ Դուք ոչ միայն ձեր սերն եք մեզ տալիս ու ձեր ժամանակը, այլև ձեր ֆինանսական հնարավորությունները։ Donation Alerts-ի միջոցով դուք կարող եք ձեր հանգանակությունն անել եւ մեր ծրագիրը նաեւ ձեր շնորհիվ կլինի շարունակական։ Այս պահին ուզում եմ ներկայացնել իմ հարգարժան հյուրին, մարդը, ում գեղեցկությունն ու կանացիությունը երբևէ չի խանգարել իր գործնական ճիշտ ու հստակ ուղու մեջ, այլ հակառակը, իր դիվանագիտությամբ եւ կանացիությամբ նա կարողացել է հարթել շատ տարբեր սուր անկյուններ ու ձևավորել գինու ու գինեգործության ու խաղողագործության այն գեղեցիկ մշակույթը, որով մենք այսօր նաեւ ոչ միայն հիանում ենք, այլև ներկայանում ենք աշխարհին։ Իմ հյուրն է գինեգործ, խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Բարի երեկո, Զարուհի ջան։ Մի հավերժություն չէինք հանդիպել, ես շնորհակալ եմ, որ առիթ ընձեռվեց եւս մեկ անգամ գինու մասին խոսելու։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Զարուհի ջան, ես ուրախությամբ եմ ուզում նշել, որ 2026 թվականին Հայաստանն առաջին անգամ կընդունի արդեն հայտնի մոնդիալի փրփրուն գինիների մրցույթ համտեսը, սպիտակ, կարմիր եւ փրփրուն գինիների մրցույթ համտեսը, որից հետո նաեւ որակավորման աստիճան է տրվում մեր գինիներին։ Սկսենք մոնդիալից։ Ինչ է այն, երբ է ստեղծվել, ինչ է ներկայացնում իրենց եւ քանի տարի եք պայքարել, որ Հայաստանը հյուրընկալի։ Իրականում մոնդիալը ամենամեծ հեղինակություն ունեցող գինու մրցույթն է աշխարհում, որի հովանոցի տակ հավաքում են 65 երկրից փորձագետներ, սոմելիեներ, լրագրողներ, գնորդներ, եւ յուրաքանչյուր տարի դա կազմակերպվում է ինչ-որ մի երկրում գինեգործական, եւ երևի թե մի 4 տարի իրենց հետ աշխատելով կարողացել ենք ներկայացնել մեր երկիրը, համոզել, որպեսզի դա տեղի ունենա Հայաստանում, եւ այս տարի 2026 թվականին մայիսի 19-ից 23-ը կհյուրընկալենք մրցույթը Հայաստանում, կունենանք ավելի քան 400 փորձագետ, հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր գինեգործական շրջանները, հայկական գինիները, մշակույթը, մեր պատմությունը եւ նաեւ զբոսաշրջային ուղղությունները։ Սա լավ հնարավորություն է երկիրը ներկայացնելու, ճանաչելիություն բերելու Հայաստան որպես գինեգործական երկիր, եւ կարծում եմ, որ այս միջոցառումից հետո մենք իսկապես կկարողանանք մեր տեղը գրավել գինու քարտեզի վրա, որովհետեւ շատ երկրներ դեռևս ծանոթ չեն հայկական գինիներին եւ Հայաստանի գինեգործությանը։ Մրցույթը գրեթե 30 տարուց ավել տեղի ունենում եւ ամենահեղինակայինն է։ Կարծում եմ սա մեզ համար իսկապես շատ լավ ձեռքբերում է։ Զար, մենք հայերս շատ սկեպտիկ ենք տարբեր կարևոր հարցերում, որոնք հաստատված են աշխարհում եւ խայտառակ վստահող այն հարցերում, որտեղ չի կարելի վստահել։ Բայց օրինակ մրցույթի օբյեկտիվությանը որքանով ենք հավատում եւ հնարավոր է արդյոք մասնագետներին ենթադրենք կաշառել, համոզել, բարիդրացիական վերաբերմունքով շահել, որ เป զի այս կամ այն գինուն տան որակավորում։ Իրականում լինելով մասնակից ես մի քիչ կդժվարանամ օբյեկտիվության մասին խոսել, որովհետև մրցույթին մասնակցում են, ինչպես նշեցի, լրագրողներ, գնորդներ, իրենց ընկալումը գինու որակային հատկանիշների մի փոքր այլ է։
Կան գնորդներ, որոնք որ ավելի շատ գնահատում են գինին, արդյոք կարող են իրենք վաճառել այդ գինին։ Ինչքան հեշտ ու ընկալելի ու պարզ է գինին։ Լրագրողները իրենք ավելի շատ բացահայտում են հետաքրքիր սորտային առանձնահատկությունը։ Սոմելիեները իրենք ավելի շատ գնահատում են, թե արդյոք իրենք յուրահատուկ են եւ կարող են ներկայացվել տարբեր հորեկա սեգմենտում եւ այլն։ Կարծում եմ, քանի որ ես համտեսողներից մեկն եմ, ու միշտ սեղանի շուրջ այդ խնդիրը լինում է։ Մեկը բարձր է գնահատում, փոքր ցածր են գնահատում, բայց հիմնականում գնահատականները լավ գինիների միշտ օբյեկտիվ առումով բարձր է լինում, բայց իհարկե տարբեր հատկանիշներով են գնահատվում գինիները։ Եթե խոսենք վճարովի կամ, չգիտեմ, ձեռք բերեն մեդալներ, բարձր գնահատականներ, չէ։ Այս առումով շատ օբյեկտիվ են։ Բայց քանի որ յուրաքանչյուր, ինչպես նշեցի, 65 երկրից լինում են տարբեր փորձագետներ, ունեն տարբեր համային զգայարաններ եւ ընկալումներ, իրենք տարբեր ձևով են գնահատում եւ այս առումով երբեմն այո, խնդիր ունենում ենք, որ հիմնականում հայկական գինիներն որ ներկայացնում են, մենք գիտենք, որ շատ լավ որակյալ գինի են, բայց ինչ որտեղ ցածր միավոր է ստացել, միշտ ողոքում են մրցույթից ընկերությունները, բայց ես կարծում եմ, որ դա մի քիչ սուբյեկտիվ է այս առումով, որովհետեւ եղել են դեպքեր, որ ես երկու սեղանի տարբեր համտեսողներ գնահատել են գինին, մի սեղանը մոտեցել ասել ես առաջ անգամ փորձեցի հայկական գինի հրաշալի էր, մեր սեղանը բարձր միավոր է գնահատել, մյուս սեղանը մոտեցել ասել մենք չընկալեցինք սորտային իր հատկանիշները եւ ցավոք սրտի բարձր միավորներ չկարողացանք տրամադրել։ Եվ դրա պատճառով կարող են երբեմն ոչ օբյեկտիվ գնահատվեն գինիները։ Բայց հիմնականում սա ճանաչելիության առումով բավականին լավ հարթակ է, որովհետև հնարավորություն ենք ունենում ներկայացնել տարբեր տեսակի գինիներ, աշխարհի ներկայացնել Հայաստանը իր հետաքրքիր սորտային առանձնահատկություններով, խաղողի ոճային գինիներով եւ այս երևի վերջի 6 տարին մենք ակտիվ մասնակցում ենք մրցույթներին, բարձր գնահատական են արժանանում մեր գինիները եւ հետաքրքիր է լսել գնահատականը փորձագետների եւ այս առումով մենք ճանաչում ենք ունենում։ Ես ասեմ, որ այսօրվա խոսակցության թեման առհասարակ գինեգործությունն ու խաղողագործությունն է Հայաստանում եւ իմ մասնավորի Մոնդիալ դե Բրյուսելի, Մոնդիալ դե Բրասելսի աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ գինու միջազգային մրցույթի այստեղ Հայաստան գալն է։ Այն հիմնադրվել է դեռևս 1994 թվականից եւ համարվում է գինու ոլորտի ամենամեծ չափորոշիչներից մեկը։ Եթե ես չեմ սխալվում, համտեսը պետք է տեղի ունենա կույր։ Այո, կույր համտես է։ Այսինքն տվյալ երկրում որտեղ որ տեղի է ունենում մոնդիալը, համտեսողները երբեք չգիտեն, որ երկրի գինին է, հա? Փակ աչքերով են։ Ну, ավելի ճիշտ առանց շիշն է փակ։ Շիշը փակ է։ Շիշն է փակ, մենք կունենանք 7500 տեսակ գինի, այսինքն բերվելու են տարբեր երկրներից գինիները եւ այս փորձագետները համտեսել են աշխարհի գրեթե բոլոր սորտային գինիները։ Այո, փակ են, անգամ չգիտենք, որ ռեգիոնի որ սորտի գինին են համտեսում համտեսողները եւ հետո արդեն գնահատելուց հետո երբ որ հաստատում են միավորները մոտենում են եւ նոր կարողանում են տպել եւ ստանալ թե որ երկրի ինչ տեսակի գինիներ են համտեսել։ Զար, բայց այդտեղ իհարկե կա սուբյեկտիվության գործոնը, ինչպես որ յուրաքանչյուր մրցույթում, ուղղակի հետաքրքիր է մի հարց, եթե սկսում է այդ գինու համտեսողը ենթադրենք Շատո Մարգոյից եւ արդեն դեպի վերջ համտեսում է ենթադրենք Արենի։ Արդյոք նախ չի բթանում իր համային ռեցեպտորների զգայունությունը։ Երկրորդ, մենք ոնց կարող է գինու արտադրության մեջ համեմատվել օրինակ Շատո Մարգոն կամ Սասիկայան, ոսկեվազի, խոսքը խաղողի տեսակի մասին է, հա, ու նույն մեր Արենիի հետ։ Իրականում շատ տարբեր մոտեցումներ կան, այսինքն գնահատվում են սպիտակից կարմիր եւ հնեցված գինիները այս տարի նաեւ Հայաստանում առաջի անգամ որ սպիտակի եւ կարմիրի հետ նաեւ փրփրուն գինիներն են համտեսելու, շատ լավ է, իսկապես երբևիցե այդ ֆորմատով չի կազմակերպել մոնդիալը, միշտ իրանք առանձին են կազմակերպել փրփրուն գինիները, բայց Հայաստանում նաեւ փրփրուն համտեսել։ Առաջ բանի տեղ չէին դնում խեղճ փրփրուն գինի։ Չէ, առանձին էին անում, առանձին փրփրունի համար համտես էր կազմակերպում Հայաստանում սպիտակ, կարմիր եւ փրփրուն։ Եվ իրականում ըստ բրենդերի
գների չեն ներկայացնում, հնարավոր է որ այդ նշված լավ որակի եւ գինիները վերջում համտեսվի։ Դեգուստատորները հիմնականում իրենք լավ զարգացած գայարաններ ունեն եւ քանի որ իրենք ում չեն անում, կարողանում են շատ արագ գնահատել, որովհետեւ մենք ունենք հնարավորություն երևի թե եթե ժամային ասեմ 3 ժամվա ընթացքում համտեսել 100-ից ավել տեսակի գինիներ։ Այդ նշանակում է յուրաքանչյուր գինիները, ափսոս։ Յուրաքանչյուր տեսակին երևի թե տրվում է երևի 3 րոպե ամենաշատը, որովհետեւ բացի նրանից, եթե ուղակի համտեսեինք, չգրեինք, այսինքն չնկարագրեինք գինին, ավելի կարճ կտևեր։ Միանգամից միավորները նշանակում ենք եւ արդեն վերջնական տեսնում ենք գինին ստացավ ոսկի մեդալ, արծաթե, թե չանցավ գինին։ Բայց հիմա մենք նկարագրում ենք, որպեսզի դա շատ կարևոր գործիք է, որովհետեւ երբ որ դա տրամադրում ես արտադրողին, ինքը տեսնում է իր գինին ինչի է ցածր գնահատական ստացի կամ ինչի հաշվին է բարձր գնահատական ստացի։ Դա երևի թե կարևոր հիմնավոր նյութն է, որ տրամադրում ենք ընկերություններին, որովհետև իրենք հետագայում, եթե ինչ-ինչ տեսնում որ գրված է, որ օրինակ գինին այս թերությունը ունի, ենթադրենք օրինակ շատ տակարային երանգներ ունի, ինքը արդեն գիտի հետագայում ինչպես մեղմել կամ շտկել տեխնոլոգիան։ Այս առումով հիմա պարտադիր պահանջ է, որ բոլոր համտեսողները պետք է տան նկարագրերը։ Հիմնականում իրենք որ ընտրում են փորձագետները, ինչպես նշեցի, իրենք բարձր վարկանիշ ունեցող փորձագետներ են, իրենք նաև հետո գնահատում են գնահատողներին, այսինքն միևնույն ժամանակ հավա նույն տիպի գինի տան եւ տեսնեն ինչպես է համտեսողը գնահատում նույն գինին։ Եթե ենթադրենք մի անգամ բարձր է գնահատել կամ ուրիշ ձևով է նկարագրել եւ հաջորդ անգամ ցածր, հասկանում են, որ լավ համտեսող չի եւ այդքան էլ ճիշտ չի իր գնահատականները եւ իրենք հանում են գնահատականը, որպեսզի արդար լինի։ Բայց ինչ սիրուն հետաքրքիր բան ասացիր, Զար, բայց մի հատ կարևոր հարց, չէ՞ որ մարդը անգամ համտեսողը, որ ունի մասնագիտացված հատկություններ ու արդեն հմտացած է այդ գործում, մարդ է, որը առավոտյան ուրիշ է, ցերեկը ուրիշ է, երեկոյան համայն ռեցեպտորները բացարձակ այլ կերպ են գործում, անձրևային եղանակն այլ է, իր այդ օրվա պարֆումը որոշակի ազդեցություն է ունենում, անգամ հագուստը, եթե, չգիտեմ, ավելի բնական է կամ սինթետիկ, այսինքն գինու համտեսի վրա ազդում է ամեն ինչ, եւ միջավայրը, եւ անտուրաժը, եւ իր այդ օրվա տրամադրությունն ու նաեւ համայն ռեցեպտորները։ Այո, դա շատ կարեւոր է, որովհետեւ դրանով հիմնականում պրոֆեսիոնալ դեգուստացիաները կազմակերպվում են առավոտյան շուտ, երբ որ շատ հոգնած չի, ուղեղը թարմ է, կարողանում է մարդ կենտրոնանալ, կարողանում իր զգարանները աշխատացնել եւ պահանջներ կա, որ համտեսի մասնակցող համտեսողը չպետքա օրինակ օծանելիք օգտագործի, չգիտեմ, սուրճ խմի, հա, այդ ընթացքում ծխի կամ ինչ որ բան համտեսի, որը սուր համեր ունի եւ այլն։ Դա շատ կարեւոր է եւ դա ազդում է իհարկե եւ կախված է ինչպես նշեցիք շատ քանագինիներ արդեն համտեսելուց վերջում իսկապես եւ մի հատ շատ կարեւոր բան կա որպես համտեսող կուզեի կարող եմ ասել դեգուստատոր իհարկե որ մենք միշտ համեմատում ենք մեր ուղեղում ինչ որ համեմատություն կա, երբ որ օրինակ առաջի քանակը որ համտեսում ես ու այդ քանակի մեջ կա ինչ որ մի գինի, որ քեզ շատ է դուր գալիս, դու անդադ համեմատում ես։ Զուգահեռ ես տանում եւ դա խանգարում է իրականում, որովհետեւ դա քո համար լավագույնն է ու դու ձգտում ես այդ լավագույնի հետ համտեսել, համեմատել եւ չի նշանակում, որ այդ գինին, որը որ չի հասնում այդ որակին, ինքը վատն է։ Ու միշտ ինչ որ ցածր գնահատական է դրվում անարդար ձևով։ Դրա համար ես միշտ օրինակ համտեսելու ժամանակ փորձում եմ յուրաքանչյուր գինի այնպես համտեսել իր արժանինքներով, իր յուրահատկությամբ, իր մաքուր լինելով։ Դա իսկապես պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, որովհետև միշտ համեմատությունը քեզ խանգարում է ճիշտ գնահատելու եւ միշտ ուզում ես ձգտել լավագույնին։ Դա շատ կարեւոր է եւ հիմնականում մարդիկ, որ հարցին արդյոք մեր սորտերը մրցակցում են միջազգային եվրոպական այս սորտերի հետ, հետաքրքիր այն է, որ հակառակը կարող է ինչ-որ միտեղ ավելի բարձր միավոր ստանալ, որովհետև մարդիկ հաճելի ձևով զարմանում են, որ ինչ-որ նոր բան են փորձել, ինչ-որ յուրահատուկ բան են փորձել, որ երբևիցե չեն փորձել եւ համեմատելի չի այս սորտերի հետ։ Դա ինչ-որ միտեղ մեզ ավելի լավ է դիրքավորում, որովհետև փորձությունից է տալի, որ մարդիկ ուզում են փնտրել նոր համեր, նոր ռեգիոններ, նոր սորտեր, նոր հետաքրքիր պատմություններ։ Դրա համար, երբ որ իրենք համտեսում են ու պրոֆեսիոնալները դա շատ ակնհայտ զգում են, որ դա
նոր սորտ է, որին իրենք ծանոթ չեն, իրենք մի տեսակ ուրիշ ձևով են դա գնահատում։ Ոգևորվում են, հետո նոր նեյրոնային կապեր են, իրենց համար նոր բացահայտումներ են։ Զարա ջան, մենք իհարկե միշտ բառից լավ իմաստով մեծամտորեն, այս քիչ դեպքերից է, որ դրական իմաստով նշում ենք, որ մենք գինու հիմնադիրներն ենք, առաջին ազգերից ենք ու հենց մեր տարածաշրջանում են բնիկներից ենք, որոնք ձևավորել են գինու արվեստը, որոնք ունեցել են մեր Արենի Քեյվը, մեկը, երկուսը։ Ես երբ լսում էի պատմաբանին, որը ներկայացնում էր Արենի Քեյվը, ինձնից զարմացած էի ու ապշած, որ մենք ունենք այդպիսի գոհար մեր իրականության մեջ, մեր երկրի սրտում, այցեքարտ։ Իսկապես այցեքարտ, բառացիորեն, ընդ որում այցեքարտ մեր ԴՆԹ-ի, որովհետև ըստ ուսումնասիրությունների ապացուցված է, որ այն ԴՆԹ-ն, որը գտել են Արենի Քեյվում, առ այսօր համապատասխանում է հենց այստեղ ապրող հայի ԴՆԹ-ին, այսինքն մենք մեծ առումով փոփոխություն չենք ապրել, նույնն ենք։ Եվ դա էլ է ապացույց, որ եղել ենք այս տարածաշրջանում եւ մնալու ենք այս տարածաշրջանում, այդպես է, բայց այդքանով հանդերձ մենք գինու մշակույթի մասին սկսել ենք անհանգստանալ ու ավելի ներկայացնել վերջին 15-20 տարիների ընթացքում մաքսիմում։ Այո։ Ինչն էր, Խորհրդային Միության ժամանակ ընդունված էր Հայաստանը դիտարկել օղու եւ կոնյակի երկիր, ավելի սուր։ Մի քանի մարտահրավերների առաջ են կանգնել երևի, որովհետև իմ համար ամենակարևորը, որ համաշխարհային պատերազմից հետո երկրորդ մենք բերեցինք օղու սպառման մշակույթը Հայաստան։ Այդ երևի թե ամենամեծ հարվածն էր, որ մարդիկ սկսեցին օղի խմել, բայց միշտ մեր գինի, հա, միգուցե մինչ օրս պայքարում ենք դրա դեմ, եւ երկրորդը, երբ որ Խորհրդային Միության իրականում մենք հպարտանում ենք, որ մենք կոնյակ արտադրող երկիր ենք, մենք ունենք մեր հրաշալի կոնյակի արտադրությունը, մեր բարձրակոնյակները, դրա մասին խոսք չի, որը շուտով կանվավի հայկական բրենդի, բայց այդ ժամանակահատվածում հիմնականում այգիներ հիմնվեցին կոնյակի սորտերով, որը ավելի շատ բերք էր տալիս սրտադիմացկուն էր եւ շաքարը շատ էր, ավելի շատ, այո, սպիրտին ուղղված արտադրության համար սորտեր էին եւ շատ անգամ քանդվեցին այդ այգիները, որոնք որ նպատակահարմար էին գինու արտադրության համար, բայց քանի որ Խորհրդային Միության ժամանակ ես սիրում եմ անդադասել, մենք ունեինք հիմնականում տենց հոսքագծեր, որոնք որ կարմիրի արտադրության համար էր սպիտակի եւ բոլոր կարմիր սորտերը, սևապտուղ սորտերը օգտագործվում էին կարմիր գինիների արտադրության համար, մարդիկ շատ շեշտադրում չէին դնում սորտային առանձնահատկություններին եւ դա մեզ օգնեց, որպեսզի մենք վեր գտնենք, հավաքագրենք մեր այդ տեղացին հետաքրքիր սորտեր եւ սկսենք աշխատել այդ սորտերի հետ, որպեսզի մենք հասկանանք այդ սորտերի ներուժը գինեգործության համար եւ հիմնական երևի ամենամեծ վնասը եղավ այն ժամանակ, երբ որ Գորբաչովը ընդունեց 4 օրենքը եւ փակվեցին գործարաններ այդ ընթացքում եւ շատ այգիներ քանդվեցին, որովհետեւ պահանջարկը խաղողի այլևս չկար, որոշ գյուղական համայնքներում գյուղացիները օգտագործում են խաղողի իրենց օգտագործման համար եւ Խորհրդային Միության փլուզումից հետո երևի թե մի քանի գործարան, որ սկսեցին իրենք կոնյակի արտադրությունը, մեր Երևանի կոնյակի գործարանը եւ մի քանի արդեն գործարաններ, որոնք սկսեցին նորից արտադրել կոնյակ։ Եվ միևնույն ժամանակ որոշ գործարաններ նաեւ արտադրում էին կիսաքաղցր, կիսաչոր գինիներ, հիմնականում քանի որ Ռուսաստանի շուկայի համար դեռևս Խորհրդային Միության ժամանակ մենք արտադրում էինք աղանդերային տնտեսված գինիներ եւ մարդիկ սիրում էին այդ տիպի գինիները, շարունակեցին այդ կիսաքաղցր, կիսաչոր գինիները, լիկյորային նոստալգիաներ, էլի։ Բայց մենք բոլորս սկսեցինք խմել նմանատիպ գինիներ ու մեզ դուր էր գալիս, չնայած նրան, որ մենք շատ բան չէինք հասկանում գինու որակից։ Ես հիշում եմ, որ առաջի անգամ ես որ ներկայացրեցի հայկական գինին Միացյալ Նահանգներում, ես իսկապես շատ նեղվել էի, որ մարդիկ դեմքիս ասացին, որ գինու որակը այն չէ ու շատ գործ ունեք անելու, եւ երբ որ Միացյալ Նահանգներից վերադարձա, ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի մենք հասկանալով, որ մենք ունենք հզոր ներուժ գինեգործությունը զարգացնելու համար եւ առաջի շեշտադրումը պետքա դնենք կրթության վրա, որպեսզի մենք ունենայինք այնպիսի մասնագետներ, ովքեր այդ նորագույն տեխնոլոգիաներով, պահպանելով մեր ավանդական տեխնոլոգիաները, նորագույն տեխնոլոգիաներով արտադրենք այնպիսի գինի, որ մարդիկ համտեսեն եւ իսկապես արժանի ձևով գնահատեն մեր 2001 2001
2001 թվականին եւ ես հիշում եմ, որ ես աշխատում էի USDA-ում, այն ժամանակ Միացյալ Նահանգների գյուղ դեպարտամենտը, ու մենք առաջի ոնց որ ծրագրեր էին գինեգործության մեջ իրականացնում, առաջի գինու փառատոնը USDA արեց Արենի փառատոնում, կոչվում էր Արենի եւ ներողություն գինու եւ պանրի փառատոն, բուտիկային գինեգործության ծրագիր ունեինք, որ մենք ուզում էինք, մենք հասկանում էինք, որ Հայաստանը ունի այն հնարավորությունը, որ մենք կարողանանք մեծ քանակներով գինի արտադրենք եւ պետք է շեշտադրումը դնենք որակի վրա, դրա համար ոնց որ այդ բուտիկային գինեգործությունը ծրագիրներ զարգանում եւ այլն, եւ ինչի համար շատ ուրախ եմ, որովհետեւ ունեինք այդ ժամանակ տեսլական, որը հիմա մենք տեսնում ենք ու վայելում ենք դա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ իմ հյուրն է Զարուհի Մուրադյանը, խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենը։ Մարտով արդեն 17 թվականից, չէ, 17 թվականից հանդիսանում է այս հիմնադրամի գործադիր տնօրենը։ Զարա ջան, կասես, խնդրում եմ, որոնք են մեր Հայաստանի էնդեմիկ տեսակները խաղողային։ Մենք իրականում շատ ենք հպարտանում մեր սորտային բազմազանությամբ, հիմնական շեշտադրումը դնում ենք իհարկե ու բավականին պահանջված ու հետաքրքիր սորտեր են մեր Արենին, ոսկեհատը, կախետը, խնդողնին, շատ ունենք հետաքրքիր սորտեր եւ արդեն արտադրությունում կիրառվում են։ Գրեթե բոլոր գինեգործական ընկերությունները Արենի եւ ոսկեհատից արտադրում են գինի, բայց միևնույն ժամանակ իրենք էլ այդ փորձառությունը իրականացնում են իրենց գործարանում, բացահայտելու նոր սորտեր ու հետաքրքիր դժվար է, շատ դժվար process է, որտեղ ցավոք սրտի չունենք մենք գիտական կենտրոններ, որտեղ որ մենք կարող ենք այդ փորձերը դնել եւ արդեն պատրաստի տեխնոլոգիաները տրամադրեն գինեգործարաններին, գինեգործներն են այդ փորձերը անում իրենց արտադրությունում եւ մենք ունենք մի փորձ մեկ տարվա ընթացքում, այսինքն եթե մենք սեզոնը այդ փորձերը սեզոնի ժամանակ փորձը դնում ենք, կարող ենք արդեն արդյունքը տեսնել հաջորդ տարի, ենթադրենք, այսինքն շատ ժամանակ է գնում։ Ժամանակատար է, որովհետեւ մենք հասկանանք օրինակ այդ սորտերը ինչպես պետք է աշխատել։ Օրինակ մենք մի քանի տարի առաջ ունեինք այդ խնդիրը, որ բոլոր մեր սորտերը, չգիտես ինչի, գինեգործները մտածում են, որ եթե տակառի մեջ հնեցվում է, դա գինուն ավելի բարձր արժեք է տալիս։ Գինին ավելի բարձր գնով պետքա վաճառվի, ավելի լավն է լինելու, եթե ինքը հնեցումը տակառներում մեջ է անցել։ Փայտի տակառները, ոչ թե թանքերի։ Չէ, բայց հետո հիմա արդեն հասկանում եմ, որ սորտեր կա, տակառ չի սիրում։ Սորտեր կան, որ տակառի մեջ շատ կարճ պետք է մնան։ Այսինքն մենք փորձ ենք անում ու սովորում ենք աշխատել մեր Արենիի հետ, սովորում ենք աշխատել մեր ոսկեհատի հետ, մենք սովորում ենք ճիշտ մշակել խաղողի այգիները, հասկանանք բերքատվությունը ինչքան պետք է լինի խաղողի, որպեսզի մենք այդ հետաքրքիր բարձր որակի գինին ստանանք։ Բագարանդմակը։ Հրաշալի խաղողը, շատ լավն է։ սորտ է։ Փոշեցած։ Այո, եւ կան ընկերություններ, որ միայն շեշտադրումը դնում են տեղացին սորտերի վրա, որովհետև մենք հասկանում ենք, որ դա մեր այցեքարտն է։ Կան ընկերություններ, որոնք որ սիրում են այդ կուպաժները, խառնումներն են անում միջազգային սորտերի եւ հայկական, մենք ասում ենք ամուսնություն, որտեղ շատ հետաքրքիր միջազգային ամուսնություն, որը շատ հետաքրքիր ոչ է հաղորդում գինուն եւ երբ որ պիտակի վրա տեսնում են օրինակ միջազգային գնորդները, տեսնում են, որ հայտնի սորտ է, բայց ինչ որ հետաքրքիր սորտ է, դա նույնպես մարքեթինգային հետաքրքիր քայլ է, որ մարդիկ դրա միջոցով ճանաչում են գինին սորտը։ Հետաքրքիր է, բայց կան գինեգործներ, որոնք որ հենց հատուկ այդ վերացած գրեթե սորտերի հետ են աշխատում, ուզում ենք հետ բերենք այդ սորտը, օրինակ մեր դալվարի սորտը, ինքը Տավուշի մեր թագուհին է, ժամանակին դալվարին օգտագործվել է միայն կոնյակի արտադրության համար, շատ քիչ, այո, շատ քիչ գինու արտադրության համար եւ մի ընկերության շնորհիվ դարձավ բավականին ճանաչված եւ պահանջված։ Հիմա նոր այգիներ են հիմնվում Տավուշում դալվարի սորտով։ Նման ու գիտեք ինչն է շատ հետաքրքիր ու կարևոր, որ մենք միասին այդ ճանապարհը անցնում ենք ու իրար օգնում ենք, կիսվում ենք այդ փորձառությամբ, չգիտեմ, ամեն ձև փորձում ենք իրար օգնել, որպեսզի ճիշտ ամեն աշխատանք կատարվի, որովհետև մենք ուրիշ ձև չենք հաջողի։ Ես ճիշտ եմ հիշում, թե գուցե սխալվում եմ, որ լալվարի սորտը նաև այն ամենայուրահատուկ սորտերից էր, որը շատ վաղուց կա մեր տարածաշրջանում ու ցավալիորեն պահպանվել էր որոշ մարդկանց այգիներում միայն, որ քիչ։
Դրա համար եմ ասում, որ մի կողմից ուրախ ենք, որ Բայց Արևմտյան Հայաստանում էլ կարծեմ, չէ, կար Արիվարին։ կան սորտեր, որ այո եղել են, կան որ բերվել են, նաև մենք ունենք ընկերություններ, որոնք որ իրենց Արևմտյան Հայաստանից, իրենց տարածաշրջանից բերել են սորտեր, իրենց մոտ դրել են, իրենց պատմությունը ներկայացնելու, թե իրենց, օրինակ, չգիտեմ, նախահայրերը պատրաստել են գինի տարածաշրջանում, իրենք շարունակում են իրենց գործը Հայաստանում։ Մենք իսկապես մի կողմից պայքարում ենք խառնածին այգիները մաքրելու, մյուս կողմից դա օգնում է մեզ վերհանելու այն սորտերը, որոնք գրեթե վերացել են։ Եվ դրա համար ունենք կոլեկցիոն այգի, դուք այցելել եք Նազենի ջան, հիշում եք, Շատ սիրուն վայրեր։ հաղորդում կոլեկցիոն այգու նվիրված, որտեղ որ մեր էնդեմիկ տեղացին սորտերն են, եւ դա մեր իսկապես կարևորագույն ձեռքբերումն է, որովհետեւ մենք տեսեք կոլեկցիոն այգու հիման վրա մեր գործընկերները իրականացրել են գենոտիպային, ֆենոտիպային հետազոտություններ, անձնագրեր են տվել սորտերին եւ մենք կարողացել ենք ապացուցել, որ դրանք հայկական տեղացին սորտեր են։ Մինչ այդ շատ տեղեկատվական բազաներում գրանցված էին դրանք այլ երկրների տակ։ Դե ինչը մենք լավ տեր չենք կանգնում, այլ երկրները սիրով վերցնում են։ Կախեթի թեմանը անցավ, թե չէ։ Ցավոք սրտի ոչ, բայց ես պայքարել եմ, որովհետև ինձ համար դա շատ անարդար մոտեցում էր մեր Հայաստանի հանդեպ Վրաստանի կողմից։ Ինձ թվում է պետք է պայքարել եւ ճիշտ պայքարել հիմքերով։ Մենք բարձրաձայնենք ինչի մասն էր խոսքը, կախեթը մեր էլի խաղողատեսակն է մեր տարածաշրջանում եւ շատ զարգացած ու շատ մեզ համար հարազատ ու հասկանալի, բայց ես վերջերս հիշում եմ, որ կարդացի հոդված, որ այն ճանաչվել էր որպես վրացական սորտ։ Չէ, կախեթ անվանումը առաջացել է կախովի խաղից, որտեղ կախել խաղողները ձմռան ընթացքում, որպեսզի կարողանան օգտագործեն երկար, բայց դրա համար ես չեմ կարող ասել կախովի սորտը ինչպես է դարձել կախեթ, բայց մենք դա մեր հայկական տեղացին սորտն է եւ մեր ամպելոգրաֆիայում գրանցված է որպես հայկական կախեթ սորտ։ Զարա, իսկ ովքեր են որոշում, որ խաղողը որ երկրին է, այսինքն երկիրը ում է դիմում, որպեսզի հաստատի իր էնդեմիկ տեսակի խաղողի անվանական անունները մենք ենք տալիս, ես վերջերս մենք հրաշալի մի գիտնական ունենք Կրիստինա Մարգարյանը, ով հետաքրքիր աշխատանքներ իրականացնում եւ մեզ օգնում է այս քայլերում, այսպես ասած, պահպանելու, պաշտպանելու մեր սորտերը, բայց կան տեղեկատվական միջազգային բազաներ, որտեղ որ ներկայացնելով այդ անալիզների արդյունքները, ոնց որ DNA-ն է մենք ապացուցում ենք, որ դա հայկական ծագում ունի եւ արդեն իրենք որ գրանցում են, այլև ոչ մեկ չի կարող հակառակ ապացուցի, որովհետեւ հիմքերը կան։ Հեղինակային իրավունքի պես բան է, այսինքն դու ես քո հողը ստեղծել է այդ սորտը ու վերջ։ Այո, միջև այդ ամպելոգրաֆիաներում են գրվել սորտերի մասին, ժամանակ չի եղել, տենց բազաներ կա ու ինստիտուտներում են գրանցել եւ այլն, բայց կա մի այսպիսի նաեւ համակարգ, որը կոչվում է աշխարհագրական մակնշման համակարգ, եթե անգլերեն GI-ները ծագումն են նշում ապրանքի եւ երբ որ գրանցում են, օրինակ վրացիները այդ առումով բավականին ակտիվ են եւ իրեն կարողացել են այդ աշխարհագրական մակնշման համակարգը դնել եւ գրանցել իրենց ռեգիոնները եւ Կախետյան որպես գինեգործական երկիր իրենք գրանցել են եւ քանի որ շփոթություն է առաջացնում Կախետը եւ Կախետյան մի երկու տարի տարբերությամբ եւ գրվում է իրենք արգելեցին մեզ որ մենք պիտակների վրա նշենք մեր սորտի անունը երբ որ ես դիմեցի գինու միջազգային կազմակերպություն ի սկզբանե դիմեցի իմ գործընկերոջը Վրաստանի իմ գործընկերոջը չարձագանքեց չպատասխանեց իմ հարցադրումներին ես դուք որոշեցիք վերևներին դիմել քանի որ եւ Հայաստանը եւ Վրաստանը համարվում են անդամ երկիր գինու միջազգային կազմակերպությանը ես խնդրեցի որ ինձ օգնեն այս հարցը լուծեմ որովհետեւ շատ անսպասելի ուղղակի մեքենաները սահմանում կանգնել էին եւ թույլ չէին տալիս արտահանվել այսինքն մենք միակ ճանապարհը Վրաստանի միջոցով է արտահանում իրականացվում
ստացվում եւ ուղղակի մեքենաները կանգնած էին գինիներով, որ ու ինձ ահազանգեցին գինեգործները, որ ես չա կատարվում, մեզ թույլ չեն տալիս մեր մեքենաները դուրս գան։ Ես անմիջապես դիմեցի միջազգային կազմակերպությանը եւ որ քանի որ կոպիայի մեջ նաեւ դրել էին վրացի գործընկերությունը, միանգամից արձագանքեց, որ մենք քանի որ գրանցել ենք դա որպես աշխարհագրական ծագման երկիր, շրջան, դուք իրավունք չունեք, դա օրենքի խախտում է։ Օրենքը այսպես է, դուք չես կարող սորտի անունով գրանցես GI, բայց եթե իրենք գրանցել են ու մենք չենք բողոքարկել, Ուրեմն իրենք ճիշտ են, իրենք ճիշտ են, մենք սխալ ենք։ Երբ որ ես ճշտեցի այցոք, որտեղ դա 2010-11 թվականին է եղել, պարզվեց, որ մենք բողոքարկել ենք ուղղակի, իրանք մեզ շրջանցել են։ Եվ ես կարծում եմ դա իրականում շատ լավ գործիք է իմ ձեռքում, որպեսզի ես պայքարեմ եւ հետ ստանամ մեր իրավունքը, ու ես պայքարելու եմ անկեղծ։ Ես ուզում եմ ասել, որ այս մեղմաձայն գեղեցիկ կինը Զարուհի Մուրադյանը շատ լուրջ գործ է անում եւ դուք չխաբվեք նրա մեղմ ձայնին եւ արտաքինին։ Իսկապես շատ կարեւոր գործ է անում եւ նաեւ շնորհակալ եմ ճկնաղ ծաղիկների համար, Զարա ջան։ 2020 թվականին ես ունեցա ինձ համար գերագույն հաճույքով մի հնարավորություն, որ մենք միասին աշխատենք հիմնադրամի հետ եւ արեցինք համի ուժը ներկայացնելով 33 անուն գինեգործների 33 անուն 12 հաղորդման մեջ։ Ես ի տարբերություն համտեսողների գինին չէի թափում, խմում էի։ Եվ որվա վերջում իմ տրամադրությունը հիանալի էր, ճիշտն ասած, ու բոլոր գինիները ինձ դուր էին գալիս, բայց այն ժամանակ արդեն 33-ը ահագին շատ էր, եւ մենք կարծեմ փորձել էինք ընտրել գոյություն ունեցող 40 քանիսից։ Չէինք տեղավորվի այլապես։ Հիմա քանի գինեգործարան կա եւ քանի արտադրող։ Գինեգործարանների քանակը իհարկե ավելանում է, մենք շատ ուրախանում ենք, որ տեսեք առաջ ինչ որ արտադրություն էին հիմնում, հետո այգիներ, հիմա մենք տեսնում ենք, որ սկսում են այգիներից։ Այդ շատ լավ։ Որը իսկապես շատ կարևոր, որովհետև դա ու ինչն է ինձ շատ ուրախացնում, որ ուղղակի այգիներ չեն հիմնում։ Իրանք ուսումնասիրում են այդ հետաքրքիր տերոարները եւ այդ տերոարներում են այգին հիմնում, որովհետև ուզում են հենց շեշտադրումը դնել տեղացի սորտերի, այդ յուրահատուկ տերոարային առանձնահատկությունների եւ այլն։ Նոր հետո գնում են արդեն գործարան հիմնելու։ Կան արտադրողներ, որոնք որ չունեն ոչ մի բան, գործարան չունեն, այգիներ չունեն, բայց մենք շատ հեշտացված այդ գործընթացը լիցենզիայի տրամադրման ունենք եւ հնարավորություն ենք տալիս արտադրողներին իրենք սկսեն իրենց բիզնեսը, այսինքն արտադրությունը, շուկայահանվում է գինին, եթե տեսնում են, որ իսկապես իրենց հետաքրքիր է, կարող են ներդրում անել եւ հիմնել այգիներ եւ գործարաններ, գնում են այդ ճանապարհով։ Եվ եկեք հասկանանք այդ ինչպես։ Հիմա ինչ որ մեկը երազում է դառնալ գինեգործ եւ կարող է ընտրել իր ուզած խաղողատեսակները, բլենդ անել որոշակի գործարանում, արտադրությունը կազմակերպել առանց ունենալու խաղողի դաշտերը եւ բերել շուկա իր գինին, որից հետո արդեն եթե շատանում է, հաջողում է եւ սպառում կա, ներդրումներ են անում, հիմնում են այգիներ, գործարան եւ այլն։ Եվ մենք շատ հաջողված նմանատիպ ընկերություններ ունենք, որոնք այդ ճանապարհով են գնացել եւ բավականին հաջողել են։ Նման ընկերություն ամբողջ երևի թե եւ արտադրությամբ, ովքեր գործարան ունեն, այգի ունեն կամ նմանատիպ արտադրություն են կազմակերպում, 170 ընկերություն է։ Վաու։ 2028-ին ունենք գրանցված 25 ընկերություն, հիմա ունենք 170-ը։ Իհարկե, ես շատ ուրախ կլինեմ, որ այդ 170-ն ունենան այգիներ, գործարաններ, բայց նաև միևնույն ժամանակ ունենք նաև այն օրինակը, որ հասկանում են, որ դա իրենցը չի եւ էլ չեն շարունակում։ Բայց շատ նաև ոգևորիչ է, որ իրենք ովքեր որ մտնում են այս ոլորտ, շեշտադրումը դնում են հայկական սորտերի վրա, որակի վրա, իրարից սովորելով ինչպես ներկայացնել հայկական գինին արտերկրում, այդ հետաքրքիր ճանապարհը անցնում են ու շատերի մոտ դա շատ լավ ստացվում է։ Մայիսի 19-ից 23-ը 2026 թվականի առաջին անգամ տեղի է ունենալու Երևանում հայտնի շատ կարևոր մրցույթի
կարմիր, սպիտակ եւ փրփրուն գինիների մոնդիալի մրցույթ համտեսը եւ այս իրադարձությունը անշուշտ ունի շատ բացառիկ ու կարեւոր նշանակություն մեզ համար, որովհետեւ մենք հյուրընկալելու ենք ոչ միայն հնագույն գինեգործական ընկերություններին, այլև ներկայացնելու ենք նրանց մեր հնագույն պատմությունը Արենի առաջին քարանձավից սկսած մինչեւ մեր օրեր։ Եվ հետաքրքիր է, քանի 100 մասնագետի ենք սպասում, նշենք շուրջ 400 այս պահին ունենք հաստատած 300, երևի 60, սպասում ենք դեռ հաստատման, եւ շուրջ 400 կունենանք։ Որտեղ է տեղի ունենալու։ Դեմիրճանում է համտեսը, Կարեն Դեմիրճյանի համալիրում է տեղի ունենալու համտեսը, Գառնի տաճարի դիմաց կլինի բացման արարողությունը, շատ հետաքրքիր ծրագիր ենք մշակել իսկապես եւ շեշտադրումը չենք դրել միայն գինիների եւ գինեգործական շրջանների վրա, մենք փորձել ենք հնարավորինս համադրել մեր այլ ոլորտների հետ, մեր մշակույթը ներկայացնելու, մեր խոհանոցը ներկայացնելու, ինչու ոչ նաև մեր ինչպես հայերեն բարձր տեխնոլոգիաները, այսինքն այն բոլոր ուժեղ կողմերը, որ մենք ունենք, ուզում ենք ցույց տալ, որպեսզի մարդիկ շատ տպավորված վերադառնան եւ շատ երկար խոսեն Հայաստանի մասին։ Սարվի, իսկ ինչու չի ընտրվել օրինակ մասշտաբային մեծ որևէ գինեգործարան, որտեղ նաև խաղողի այգիները կարելի էր ներկայացնել։ Ներգրաված են գինեգործական ընկերությունները, որովհետև առաջի օրը հենց ստանում ենք Վայոց ձոր եւ հետաքրքիր միջոցառումներ ունենալու ենք խաղողի այգիներում, ոչ թե գործարաններում, այլ այգիներում, որովհետև մենք հենց դրանով է տարբերվում ենք այդ բարձրադիր այգիները, որոնք 1800 մետր ծովի մակարդակից բարձրության վրա են գտնվում վուլկանիկ հրաբխային հողերում, չխաչասերված այլ խաղողատեսակներ։ Այո, մենք անգլերեն ենք ասել ungrafted, որոնք որ այլ արմատների վրա խաչասերված չեն, այսինքն իրենց էնդեմիկությունը պահվել են, շեշտադրումը դրա վրա ենք դնելու։ Հաջորդ օրը մենք նաև քաղաքով շրջայց ենք ունենալու յուրաքանչյուր գինեգործական ընկերություն հնարավորություն կունենա իրանց հյուրընկալելու տարբեր մշակութային վայրերում։ Եվ հաջորդ օրը արդեն Դեմիրճանում, երբ որ համտեսը ավարտվի, մի օր Արմավիրի ուղղությամբ ենք գնալու, մյուս օրը Արագածոտնի եւ հյուրընկալվելու են գինեգործարաններում հյուրերը եւ փորձել ենք հնարավորինս շատ ներգրավել մեր գինեգործական ընկերություններին եւ յուրաքանչյուր գինեգործարանում լինելու է ինչ-որ հետաքրքիր ծրագիր մշակութային։ Ես ամեն անգամ երբ խոսում եմ գինուց, միշտ հուզվում եմ, որովհետեւ իմ մանկության հիշողություններից է գինին առաջին հերթին, ու այն ժամանակ շատ տեղին նշեցիր, ոչ ոք ոչինչ չէր հասկանում, բայց խմում էինք ինքնամոռաց ու մեզ թվում էր մենք տարբեր ենք։ Հետո դե մեծանում ես, ճամփորդում ես, համտեսում ես։ Ես իհարկե սոմելիե չեմ մասնագիտությամբ եւ ցավոք չունեմ այդպիսի գիտելիքներ, բայց ամեն անգամ եվրոպական արտադրության գինին ըմպելիս ես հստակ զգում եմ տարբերությունը հայկականի հետ։ Եվ ոչ միշտ շատ դրական առումով, որովհետեւ մեր գինին, ինչքան էլ ես սիրեմ, պաշտեմ, մեծարեմ, ներկայացնեմ, գովազդեմ, սպառեմ սիրով, ունի յուրահատուկ ագրեսիա։ Իր խտությունից մինչև ալկոհոլի տոկոս եւ այ քո նշած 1800 մետր բարձրության վրա գտնվելով ու չորային տարածության մեջ աճելով մեր խաղողը շատ դժվար է մշակել այնպես, որ չկորցնի իր համային կարևոր հատկությունները, որ տանինները պահպանվեն ինչպես պետք է, բայց ալկոհոլով դու չվերածես այն ինչ որ ուրիշ ըմպելիքի։ Այս առումով մենք ոնց ենք կարողանում մրցակցել եւ ինչ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք մեր գինիները որակապես զարգացնել։ Չգիտեմ, հավելյալ սունկեր, օրգանիկ գինիների մեջ մտնել։ Իրականում ուզում եմ ասել, որ ես այդքան էլ համաձայն չեմ քեզ հետ, դու շատ լավ գինու մասնագետ ես։ Ես խմող եմ։ Ես դա զգացել եմ։ Ես խմելու կողմն շատ լավ հասկանում ես եւ կարողանում ես ճիշտ գնահատել գինին։ Իսկապես եւ մյուս հարցը, որ շատ կուզեմ անշուշտ կարեւոր չի շատ գիտելիքներ ունենալ, եթե սիրում ես գինի, կարող ես ընտրել քո գինին եւ վայելել, բայց այդ տերուարային առանձնահատկությունների մասին ենք խոսում, որովհետեւ օրինակ մեզ մի կողմից իսկապես շատ օգնում է, որ մենք ունենք տարբեր ռեգիոններ եւ իրենք տարբերվում են իրենց կլիմայով, իրենց հողային բաղադրությամբ եւ այլն, այդ իսկ պատճառով մենք հետաքրքիր ոճային գինիներ ենք ունենում։ Օրինակ Տավուշում արտադրված գինին տարբերվում է Վայոց ձորի գինուց եւ Արարատյան դաշտավայրին ուրիշ է, Արմավիրինը ուրիշ է։ Այո։
Եվ հիմնականում տեսեք գինիների սորտային առանձնահատկությունից է գալիս, թե ինչ տեսակի գինի կարող ենք պատրաստել։ Երբեմն բարձր ալկոհոլը նրա համար է, որտեղ մենք պետք է ստանանք այդ հետաքրքիր ֆենոլային հասունացում, եթե մասնագիտորեն ասենք, այսինքն այդ մարմնեղ գինիները, որոնք հետաքրքիր նաև ունեն եւ բույր, եւ համ, եւ իր ներկանյութերը եւ այլն, ինքը շատ հարուստ է եւ այդ մարմնեղություն է հաղորդում գինուն։ Դրա այդ իսկ պատճառով երբեմն սպասում ենք, որ խաղի հասունացումը լինի այն մակարդակի, որ մենք կարողանանք մշակենք եւ արդեն իսկ խաղի շաքարայնությունը այնքան է բարձրանում, որ մենք ուզած ստանում ենք 12-ից ավել, մինչև 14 բարձր ալկոհոլ, որը որոշ երկրների համար ընկալելի եւ սիրելի, օրինակ Միացյալ Նահանգներում նմանատիպ գինիները շատ ընդունվում են եւ սիրվում են, Եվրոպայում մի քիչ ավելի թեթև գինիները։ Վերջի տարիներին իհարկե գինու սպառումը նվազում է առողջ ապրելակերպի հետ կապված, մարդիկ նախընտրում են ավելի ցածր ալկոհոլով խմիչքներ կամ երբեմն ոչ ալկոհոլային գինիներ, բայց իրականում մենք ուրախ ենք, որ մենք տարբեր տեսակի գինիներ ենք արտադրում։ Հայաստանը արտադրում է եւ այդ մարմնեղ հետաքրքիր գինիները եւ շատ թեթև հաճելի գինիներ, որոնք ներկայացում են եվրոպական շուկայում եւ այլն։ Դրա համար մենք կարողանում ենք այդ ճկունությունը ունենալ եւ կարողանում ենք այդ տարբեր տեսակի գինիները արտադրել։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ ընկերության փիլիսոփայությունը։ Ինքը ինչ է ուզում արտադրել, որ շուկայի համար է ուզում արտադրել, շատ կարեւոր է, որտեղ օրինակ վերջերս որ Ճապոնիայում ներկայացրեցինք մեր գինիները, օրինակ Ճապոնիայում շատ վարդագույն եւ տակառային հնեցված գինիներ չի ընդունվում, չի ընկալվում։ Այսինքն համապատասխան այդ ընկերությունը, որը գալիս է ներկայացնում է Ճապոնիայում իր գինիները, ինքը պետք է հասկանա այդ շուկայում ինչ տեսակի գինի պետք է արտադրի եւ արդյոք ինքը պատրաստ է այդ շուկայում վաճառել գինին։ Ինչ են խմում ճապոնացիները։ Ավելի շատ թեթև կարմիր գինիներ եւ սպիտակ, շատ վարդագույն գինիներ չէ, բայց ասեմ ձեզ, որ մենք շատ տպավորում ենք մեր նռան գինով, որպես էկզոտիկ գինի, ես հետաքրքիր է անցած տարի առաջ անգամ մասնակցեցինք, այս տարի երկրորդ անգամ ցուցահանդեսին, արդեն ովքեր որ եկել էին նախորդ տարի եւ համտեսել էին նռան գինին, այս տարի երբ որ տեսել են որ Հայաստանը մասնակցում է, բոլորը գալիս են ասում են նռան գինին, մենք լսել ենք որ դուք շատ հրաշալի նռան գինի ունեք, մարդկանց շատ դուր եկել։ Բայց Զարա, օրինակ իտալացիները հստակ տարբերակում են գինին, որը խաղողից է պատրաստված եւ հենց գինու օրենքներով է ձևավորված, եւ ըմպելիքը, որ հեղուկ է, ալկոհոլային է, համեղ է, մրգի հիմքով է, բայց գինի չի։ Եվ ամառոները, հա, վերցնենք իրենց, որը կարող է լինել նուշից, կարող է լինել ձեր ասած նռնից կամ ինչևէ։ Ես երազում եմ, որ մենք ստեղծենք տերմին, որը բնորոշի այն բոլոր ըմպելիքները, որոնք գինի չեն։ Այո, որտեղ նռան գինին արդեն մեծ շփոթության է մատնում։ Սխալ էր իմ կողմից իրականում դու բոլորովին մեղավոր չես, ես էլ եմ այդպես ասում, բայց ինչ անենք։ Երազում, որ մենք այդ ուղղությամբ աշխատանք տանում ենք գինեգործների հետ, տեսեք իրականում պետք է այդ տեխնոլոգիան մշակվի, որպեսզի դա գրանցվի եւ ես կարծում եմ, որ դա կարող է լինել մեր ազգային խմիչքը։ Այո։ Եվ մենք այդ ուղղությամբ իհարկե աշխատանք տանում ենք գինեգործների հետ, ուղղակի պետք է մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրել, բոլորի հետ աշխատել ու հասկանալ այդ որն է այն տեխնոլոգիան, որը ընդունելի է բոլորի կողմից, որովհետեւ մինչ օրս նռան գինին պատրաստվում է ընդունելի օրենքով ընդունելի, բայց տարբեր տեխնոլոգիաներով։ Օրինակ շատերը հենց անմիջապես նռան հյութն են խմորում, մյուսները երբեմն կեղևի հետ են թողնում, որ ինքը թրմվի, ավելի շատ ընկծվի եւ այլն։ Որոշները կուպաժային նյութեր են օգտագործում։ Այ երբ որ մենք կգանք ընդհանուր հայտարարի ու կհասկանանք, որ մեր հայկական նռան թույլ տվեք հիմա ասեմ գինին, նռան գինին այս տեխնոլոգիայով է պատրաստվում, դա կգրանցվի եւ արդեն պաշտպանության տակ կառնվի որպես ազգային խմիչք։ Դա շատ կարեւոր է, իհարկե մենք շեշտադրումը ես չեմ բացառում, եթե դա մեզ համար կարա դառնա ճանաչելի ու ընդունվելի բոլորի կողմից, ինչու ոչ, բայց իհարկե խաղողի գինին դա ավելի
մեզ համար երկարաժամկետ ստրատեգիկ ուղղություն է։ Հա, դե պարզ է եւ նաեւ պատմական հիմքով է կարեւոր ու ստրատեգիապես էական։ Ես հիշում եմ, որ Prosecco-ն, երբ որ ձևավորում էր հենց այդ Prosecco-ի ստեղծող գինեգործը, մաքսիմում 20-23 տարվա լավ, 25 տարվա պատմություն ունենա, բայց այսօր արդեն ցանկացած սրճարանում դու տեսնում ես, որ հաճախ շամպայնը, որն ավելի բարդ է, ոչ այդքան դյուրամարս ու նաեւ թանկարժեք, փոխարինվել է Prosecco-ով, թերև լրիվ ուրիշ տարբերակով է այն ձևավորվում։ Աշխարհագրական տեղանուններ են՝ շամպայն, Prosecco, կավա։ Չէ, բայց Prosecco-ն շամպայն չի, դա լրիվ ուրիշ ձևով է ձևավորվում։ Ну, փրփրուն գինիների դասին է պատկանում, բայց միևնույն ժամանակ այո, յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկությամբ տարբերվում է եւ ուզում է պաշտպանի աշխարհը։ Այսինքն կավայի մասին ոչ ոք չի հիշում։ Կավան մնաց Իսպանիայում։ Իսկ Prosecco-ն գրավեց աշխարհը, այսինքն էլի բրենդավորման ու ներկայացնելու բրենդավորման, չգիտեմ, շատ ճիշտ աշխատելու արդյունք է։ Շատ կարևոր է, մենք ինչու ենք այս միջոցառումները իրականացնում, որպեսզի մարդիկ մեզ ընկալեն, ճանաչեն եւ իրականում նախորդ տարի մենք մի հետաքրքիր ծրագիր իրականացրեցինք շրջայց տարբեր եվրոպական երկրներով եւ ներկայացնում էինք, ոնց որ մենք կոչում ենք իրեն road show, ներկայացնում ենք հայկական գինին, շատ ուրախացնում է, որ շատ բուտիկային խանութներում գինու վաճառակետերում արդեն մեզ Արենի ճանաչում էին, ոսկե հատը ճանաչում էին, ինչը շատ մեզ ոգևորում էր։ Առաջ ընդհանրապես չգիտեին, որ Հայաստանը գինի արտադրող երկիր է, հիմա արդեն մեր սորտերն են ճանաչում եւ այ աշխատանքը պետքա ճիշտ կազմակերպի, որպեսզի մենք Prosecco-ի, շամպայնի, այլ հայտնի տեսակների հետ նաեւ մրցենք։ Ես ամեն անգամ աշխարհի որևէ երկրում, որևէ ռեստորանում կամ սրճարանում միշտ գինու այդ ցանկի ցուցակի մեջ, անկախ այդ գրքի հաստությունից, փնտրում եմ հայկական ազգանունը։ Այդ մենք նման ենք այն հերոստատիտով, ինչ է, որը ֆիլմը նայում է ու տիտրերում հայ, գլխագրերում փնտրում է իր յանը։ Այս այդ յանի փնտրտուքի մեջ եմ միշտ եւ շատ եմ ուրախանում, երբ գտնում եմ, միշտ չէ, հա, բայց գտնում եմ։ Հիմա իսկապես հնարավոր է։ Առաջ ընդհանրապես չկար։ Կար մի ընկերություն, որը շատ հետաքրքիր մարքեթինգային ծրագիր է իրականացրել ու բավական ճանաչ, եթե փորձել էին հայկական գինի, միշտ այդ բրենդի անունն էին ասում եւ իսկապես հպարտանում է, որ ինքնուրույն մենակ կարողացել հասնել այդ արդյունքներին, բայց հիմա շատ կան, որովհետեւ շատ գրում են Հայաստանի գինեգործության մասին։ Մենք երևի թե յուրաքանչյուր տարի ունենում ենք 50-ից ավել միջազգային հոդված։ Մենք աշխատում ենք լրագրողների հետ, մենք հյուրընկալում ենք լրագրողներին, մենք փորձում ենք մաքսիմում ցույց տալ եւ այդ հոդվածների շնորհիվ ճանաչում ենք ձեռք բերում մարդիկ կան հիմա այս մրցույթին էլ ես ամեն օր ստանում եմ առաջարկ լրագրողներից, որ իրենք հստակ ինձ ասում են, իսկ մենք կարող ենք այցելել այս գինեգործական ընկերություն։ Իսկ մենք կարող ենք հանդիպել այս գինեգործին, իսկ մենք կարող ենք այս գինու մասին ինչ-որ հոդված գրել։ Ու ինձ շատ ուրախացնում է, որովհետև իրանք ինչ-որ տեղից կարդացել են, լսել են դրա մասին։ Իսկ եթե այս աշխատանքը չարվի ու մենք ինչքան էլ հպարտորեն ոգևորված այդ աշխատանքները տանենք, դա զրո արդյունք է։ Շատ անգամ ինձ ասում են, իսկ ինչու ես դու, որտեղ շատ մեծ գումարների հետ է կապված, ինչ որ մենք անում ենք, ասում են այդ կենտրոնացի ներքին շուկայի վրա։ Այդ ինչքան ենք արտադրում, որ չենք կարող սպառել, կոպիտ ասած գնացել ընկել ենք այդ դրսերում փորձում ենք մեզ ճանաչելի դարձնել։ Ասում եմ, տեսեք, մեր նպատակը իհարկե նպատակը բերում են նաև սպառման, արտահանման ծավալների աճին եւ այլն, բայց հիմնական մեր նպատակը մեզ դիրքավորելն է, ճանաչելիություն բերելը։ Մենք պետքա իսկապես դա գրենք, որտեղ դա մեր ազգային արժեքն է։ Իսկապես մենք պետքա եւ շատ անգամ ես ինքս նեղվում եմ, որ իրականում մենք խնդիր ունենք ներքին շուկայում, որովհետև եթե մեզ համեմատում են այլ երկրների հետ, ես չեմ սիրում, բայց ամեն անգամ համեմատում եմ, եթե համեմատեմ ես Վրաստանի հետ, երբ որ դու գնում ես Վրաստան, դու զգում ես, որ սա գինու երկիր է։ Երբ որ դու մասնակցում ես ինչ-որ խնջույքներին, դու տեսնում ես, որ իրենք գինով են կենացներ ասում, իրենք գինու բաժակ են բարձրացնում։ Երբ որ մենք այդ ազգայինը կգրենք, այդ ոնց ասեմ, դա մերն է։ Եթե մենք դա կարողանանք ճիշտ ներկայացնենք ու կրողը լինենք, մեզ դրսում էլ ավելի հեշտ կընկալեն։
բայց Գինու պահով հնարավոր է որ ճիշտ ես, Սառա ջան, չեմ կարող ասել, բայց հյուրընկալության տեսանկյունից Վրաստանը այսօր ցավոք սրտի իր սպասարկման որակով հայտարարակ վիճակում է, հա, գինիներով։ ու ես այնքան շնորհակալ եմ մեզ մոտ ապրող, աշխատող սպասարկման ոլորտի որևէ ներկայացուցիչ, որը այնքան սիրով ու ճիշտ նույնիսկ իրենց չիմացությամբ հաճախ հայկական գինին այնքան գեղեցիկ են ներկայացնում, չիմանալով հանդերձ, իրենց ձևով հասկանում ես, այդ ինչ որ ջերմությամբ, ռոմանտիզացնելով եւ այդ երևի հաճախ ավելի կարևոր է, քան այն չոր գիտելիքով մեկը, որը քեզ ասում է, խմի այս գինին, որովհետեւ արաքսի ձախ ափից ենք փոկել այս բանը։ Չէ, իրականում կասկած չկա, չեմ էլ ուզում համեմատել այս մասով Վրաստանից, զուտ գինու սպառման մշակույթի ներկայացնելու այդ յուրաքանչյուրը, որ խոսում է իր գինու մասին, հա, այդ շատ կարևոր է, երբ որ դու գնում ես Վրաստան, իրանք խոսում են, որ սա բնորանն է, իրանք յուրաքանչյուրը դրա մասին խոսում են։ Ունեն պրիչա, որ նոյը իրենց մոտ է իջել ու վազը տնկել է իրենց մոտ։ Իրականության հետ համապատասխանում է, չի համապատասխանում, բայց իրենք բոլորը դրա մասին մի մարդու պես խոսում են։ Այս կուզեի, որ մենք բոլորս նման ձևով ավելի լավ, ավելի ճիշտ, որտեղ մենք ավելի մեծ ժառանգություն ունենք, ավելի հզոր ենք մեր պատմությամբ, ավելի շատ փաստեր ունենք, որոնք վկայում են Հայաստանի գինեգործության մասին։ Եվ ես կուզեմ, որ մենք դրա կրողը լինենք, տեղեկացված լինենք, կարողանանք միանման խոսենք։ Մենք գինեգործերով շատ աշխատանք ենք տանում, որպեսզի մենք ճիշտ մեր սորտերը ներկայացնենք, մեր տերոարները ճիշտ ներկայացնենք, պատմությունը ճիշտ ներկայացնենք։ Եթե դա 6100-ը, 6100 է։ Եթե դա ասենք սև արենի է, սև արենի է։ Ոչ թե արենի նոար կամ ինչ որ բան, որ մարդիկ ուղակի պիտակի վրա նայում են, ասում են սև արենին, արենի եւ արենի նոարը դրանք տարբեր սորտեր են, ասում են ոչ, իսկ ինչ եք տարբեր ձևով գրում սորտերը, այսինքն խնդիրներ կա։ Դե նոաղը եւ իսկապես սորտերի անունները չի թարգմանում։ Ես մի հետաքրքիր այնպես քննարկում ունեի։ Բայց դուր եկավ էս, օրինակ մարքեթինգային քայլ է, էլի շատ հայկական։ Իրականում հա, փորձում ենք, բայց տեսեք, բանը մի գինեգործ է տենց խոսում է, որի անունը Անդրանիկ է։ Ասեց, հա ճիշտ ես ասում, Զար, ոնց որ մեկի անունը թարգմանի անգլերենով ասի the first։ Լավն է։ Ասում հա, իրականում անվանումները չեն թարգմանում։ Եթե դա սև արենի է, լատինատար պետքա գրվի սև արենի։ Եթե օրինակ շատ բարդ անուններ ունենք, օրինակ խնդողնի, խաթուն խարջի, հա, որոնք հայկական սորտեր են։ Իհարկե մենք աշխատանք տարել ենք, որ մի քիչ դա պարզեցնենք, որ մարդիկ կարողանան հիշեն։ Բայց դա շատ կարևոր է։ Դա շատ կարևոր է եւ մենք շատ մեծ լուրջ աշխատանք ենք տանում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։ Մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպում, վերապատրաստման դասընթացներ են անում, էլի եմ ասում, շատ լավ է որ մարդը գիտելիք ունենա, հասկանա գինուց, խոսի գինու մասին, բայց եթե գինի սիրում ես, դա չպիտի քեզ համար բարդույթ ստեղծի գինի խուսափել խմելուց, որովհետև շատ անգամ մարդիկ ասում են չեմ հասկանում, դրա համար չեմ խմում։ Սիրում եմ, բայց ոնց որ կոմպլեքս ունենա, այսինքն երբ որ գինուց մի քիչ ավելի խոսում են, մարդը խեղճանում է, ինքը ասում է, ավելի լավ է զողի ընտրեմ, շատ չխորանամ, ինձ շատ հարցեր չտան։ Չէ, բայց նորմալ է չիմանալը, ավելի հետաքրքիր է ճանաչելը։ Բայց իրականում այո, անցած անգամ էլի ոդկասթին տղաների հետ խոսում եմ, ասում եմ, կրթելու հնարավորությունը պետք է տալ, իհարկե, որ մարդիկ իմանան նման միջոցառումների շնորհիվ փառատոներ են, մաստեր կլասեր են շատ արվում։ Սոմելիեների վերապատրաստման էս վերջերս բացեցինք ամենահեղինակավոր կրթական ծրագիրը Հայաստանում, որը անգլերեն կոչվում է Wine and Spirit Educational Trust, գինի եւ սպիրտի կրթություն, մի քիչ հայերեն սխալ չի ստացվում թարգմանել։ Սպիրտ ասեցի, ես սպիրիտ լսեցի որպես Wine and Spirit, այսինքն գինի, կոնյակ եւ այլն, եւ աշխարհում եւ ինքը բավականին հետաքրքիր բարդ ծրագիր է եւ եթե սովորում ես ու ունես համապատասխան վկայագիր, դու կարող ես արդեն որպես ճանաչված փորձագետ աշխատել տարբեր երկրներում, միջազգային։ Բացել ենք Հայաստանում բացել ենք։ Ինձ թվում է ես օրսերության կդառնամ սոմելիե։ Կխմեմ, կվայելեմ եւ կներկայացնեմ հայկական գինիներ։ Իրականում հետաքրքիր
Նազինի ջան, շատ հետաքրքիր մասնագիտություն է։ Շատ ու բարդ։ Շատ բարդ, բայց դա սոմելեն բացի նրանից, որ պետք է իմանա, ունենա գիտելիք եւ տեղեկացված լինի, պետք է նաեւ այնպիսի հմտություն ունենա, որպեսզի դա գեղեցիկ ձևով ներկայացնի։ Միևնույն ժամանակ չեմ ասի համոզել, բայց իր գիտելիքով կարողանա այնպես ներկայացնի, որ մարդը իր ներկայացրածից հետո ընտրի այդ գինին։ Դա ոչ թե կոպիտ բրենդ վաճառելն է, որտեղ մեզ մոտ օրինակ Հայաստանում, որ ասում են սոմելիեներ շատ կան, ասում եմ, չէ, մի ասեք, մենք սոմելիեներ շատ չունենք, մենք ունենք բրենդ ամբասադորներ, որոնք ինչ որ մի ընկերության բրենդն են ներկայացնում։ Երբ որ դու գնում ես ռեստորանում գինի ես պատվիրում ու ինքը գալիս է, դու իրան ասում ես ինքը անուն է տալիս, ասում ունենք այսինչ բրենդի, այսինչ գինի։ Առանց լսելու, թե ինչ նախասիրություն ունես դու։ Այո, առանց նա ինչ ես ընտրել կամ սոմելիեն նրա համար, որ օքեյ, ինչ եք ընտրել, դրան համապատասխան կարող ենք առաջարկել այս ռեգիոնի, այս սորտի, այս թեթև հետաքրքիր այս համերով եւ բույրերով գինին։ Երբ որ բրենդ են ներկայացնում, այդ մարդիկ ուղղակի բրենդ ամբասադորներ են, որոնք որ ներկայացնում են կոնկրետ ընկերության, կոնկրետ գինին։ Եվ շատ անգամ ցավով կարող եմ նշել, որ այդ բրենդ ամբասադորները անգամ այդ ընկերության գինին լավ չեն ներկայացնում, որտեղ շատ հետաքրքիր է, որ դու մասնագետ ես, աշխատում ես բոլոր գինեգործական ընկերությունների հետ, բոլոր բրենդերը գիտես, բոլոր գինիների որակը, սորտային առանձնահատկությունները գիտես ու քեզ ինչ որ սխալ ինֆորմացիա են տալիս։ Դա ամենավատ բանն է, որ դու չգիտես դիմացինը ով է, զուտ խոսելու համար, որ դու տեղեկացված ես կամ պատասխանում ես բոլոր հարցերին, խոսում են հակառակ ազդեցություն է թողնում, թե բրենդի, թե այդ կոնկրետ ռեստորանի, թե այդ սոմելիեի կոչվածի։ Դրա համար ես իսկապես շատ կարևորում եմ կրթությունը, կարևորում եմ, որ մենք պետք է ունենանք ավելի շատ մասնագետներ, ինչպես դուք նշեցիք, ինքը չպիտի ճնշի, չպիտի իր այդ գիտելիքով եւ այլն այնպես ներկայացնի, որ բարձրութավորվես նստած։ Երբեմն մի լավ գործընկերների հետ էլ այդ ոդկասթի ժամանակ ասում եմ, դառնում ես արաբ, որովհետեւ գնից գալիս ես դեպի տեսակը, այսինքն քո միակ կողմնորոշվելու հնարավորությունը գնով կողմնորոշվես, ինչ ես ընտրելու։ Շատ լավ բան է, բայց իսկապես, երբ որ սոմելիեն գալիս է այնքան շատ ինֆորմացիա է քեզ տալիս, որ դու խճճվում ես։ Դասեք պետք է ընտրի, ինչ անի, բնակարանը վաճառի, մնա այդ ռեստորանում գերի։ Շատ անգամ գները արդարացված չեն։ Շատ անգամ զգում ես, որ ճիշտ գնային քաղաքականությամբ չի ներկայացված գինին եւ այլն։ Շատ հետաքրքիր հարցեր, որոնք որ խանգարում են այս սպառմանը։ Ես ընկեր ունեմ գինի սիրող ու խմող, որը միշտ ասում է մոտավորապես 30-40 եվրոից վերև արդեն բոլոր գինիները մեծ առումով նույնն են, բացառությամբ շատ կոնկրետ բրենդավորման ու հատուկենտ, եթե ռեզերվե են, իրենք հատուկենտ ուրիշ առանձնահատկություններ ունեն։ Բայց մեծ առումով ասում է այդ ամբողջը իհարկե ներկայացնելու ձևն է ու վաճառքի կերպը։ Զարա ջան, կասես, խնդրում եմ, եթե մայիսի 19-ից 23-ը տեղի է ունենում մոնդիալը Հայաստանում, սովորական հասարակ գինու սիրահարը, սպառողը կարող է ունենալ մասնակցություն կամ դերակատարում այդտեղ։ Արդյոք դա պարզապես մարդկանց համար բաց միջոցառումների շարք է, թե միայն մասնագիտական։ Միջոցառումը փակ է ցավոք սրտի, որովհետև այնտեղ որտեղ որ համտեսներ իրականացվում են, պետք է հատուկ պահանջներ պետք է ապահովել, որպեսզի իրենք կենտրոնանան համտեսեն։ Այսինքն աղմուկ չլինի, մարդկանց հոսք չլինի, որտեղ իրանք կենտրոնացած պետք է այդ գինիները համտեսեն։ 400 հոգի։ Այո։ Մեր տեղացիների հետ ավելի շատ կնա, որտեղ մենք նաև հնարավորություն ունենք շատ ավելի գինու փորձագետներ ներկայացնել տեղացի, որոնց համար շատ լավ նաև փորձառություն է։ Գիտեք, ամենակարևորը այս միջոցառման այդ կապերի ձեռք բերելն է, այդ մարդկանց հետ շփվելն է, այդ մարդկանցից շատ բան սովորելն է, այդ մարդկանց կարծիքը լսելն է, շատ կարևոր հարթակ է դրա համար մեր գինեգործական ընկերությունները բոլորը ներգրաված են միջոցառման տարբեր վայրերում եւ տարբեր ձևաչափերում իրենց հետ աշխատելու, շփվելու եւ այլն։ Մենք քանի որ ունենալու ենք 120 գնորդ, մենք կազմակերպում ենք նաև B2B ձևաչափով հանդիպում, մշակել ենք շատ հետաքրքիր կատալոգ գինիների, Այսինքն հասկանանք 120 գնորդը դրանք այն բայերներն են, որոնք գալիս են
համտեսում են, համտեսողները, որոշում են, որ այո, գինիներն են նախընտրում եւ այո, պատվիրում են որոշակի քանակ իրենց երկրի կամ այո, իրենք գնորդ վայրի են, համար։ այո, ցանցերի գնորդներ են, մասնագիտացված խանութների գնորդներ են, նաև իրենք դեգուստատորներ են, Հարց։ համտեսողներ են։ Իրենք ոնց որ Դեմիրճյանի այդ ժամը 8:30-ից մինչև 3-ը համտեսելու են գինիները, հետո դրանից հետո արդեն հայկական գինիները ներկայացվելու են B2B հարթակում եւ իրենք արդեն կենտրոնանալու են հայկական գինիների վրա։ Զարա, մի այսպիսի հարց, մենք քանակապես միշտ տուժում ենք, որովհետեւ չենք հասցնում Այո։ Եվ քանակապես եւ որակապես։ Դե որակապեսը ես չեմ դատի, թող քեզպես մասնագետները դատեն, բայց քանակապես օրինակ, երբ որ որևէ արտադրություն ոչ միայն գինու, երբ որ արդեն դառնում է մասշտաբային եւ պատվիրում են թեկուզ նույն Ռուսաստանից, Չինաստանից կամ այլ երկրներից, մենք սկսում ենք խեղճանալ։ Այս առումով, հա, գինու պարագային որքանով է հնարավոր մնալ բուտիկ արտադրող, բայց ապահովել աշխարհի քանակի ու որակի չափանիշները։ Մենք մեր արժև թիրախ չենք դրել, ողողենք հայկական գինով թեկուզ մեզ համար 3 թիրախային շուկաները։ Մենք չէ, պատվիրատուն է պահանջում։ Բայց Ասենք 100 շիշը չի բավարարում։ Անկեղծ ունենք այդ խնդիրը, որովհետև եղել է այնպես, որ ինձ դիմել են ու ասել են, օրինակ ինձ պետք է այս տեսակի գինի, որը ինքը հավանել է, այս գնով եւ ամսեկան, չգիտեմ, 5000, 10000, 15000 շիշ։ Ամսական։ Ամսական, ասենք 10000 շիշ։ Բայց այդ ընկերության գինին, որ ինքը հավանել է, այդ ընկերությունը տարեկան է արտադրում 15000 շիշ։ Դրա համար մենք ասում ենք շեշտադրում ենք որակի վրա, ոչ քանակի, եւ մենք ավելի շատ հորեկայի համար ենք արտադրում, այսինքն այն հետաքրքիր ռեստորանների, չգիտեմ, որտեղ որ օրինակ շատ սոմելիեներ իրենք ասում են, երբ որ մեզ դիմում են, ասում են, ինչ հետաքրքիր նոր եւ ունիկալ գինիներ ունեք, յուրահատուկ ասում ենք հայկական գինի։ Ու դրա համար օրինակ տեսեք, եթե մենք հիմնական արտահանում ենք Ռուսաստան, մոտավորապես մեր արտահանման ծավալի 80%-ը դա Ռուսաստանի շուկան է։ Հետո Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Եվ այս մեր աշխատանքի արդյունքում, քանի որ մենք Ռուսաստանում շատ ակտիվ չենք, ցավոք սրտի մենք կարևորում ենք, դա մեր հիմնական շուկան է ու մենք չենք ասում, որ մենք Ռուսաստանում այլևս չենք ուզում ներկայացված լինենք, մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր դիրքերը ամրապնդենք Ռուսաստանում, բայց միևնույն ժամանակ քանի որ մենք շատ ակտիվ Եվրոպայի հետ ենք աշխատում եւ արտահանումը դեպի Եվրոպա ավելացել է։ Գնայինով է ավելացել։ Հետաքրքիր է, որ ընդհանուր ծավալով նվազել է գինիների արտահանումը, որովհետեւ Ռուսաստանում է նվազել, բայց գնայինով ավելացել է։ Դա խոսում է նրա մասին, որ մենք ավելի շատ վաճառում ենք Եվրոպայում բարձրորակ, բարձրաժեք գինիները։ Եվ դա մեր հենց թիրախն է, մեր նպատակն է, որովհետեւ մենք ուզում ենք այդ ստանդարտը պահել որակի եւ յուրաքանչյուր արտադրող եւ ես իսկապես շատ եմ ուրախանում ու շատ եմ գնահատում դա, որ իրենք ամեն ինչ անում են, այդ յուրաքանչյուր շիշը, որ լցվում է, լինի որակյալ գինի։ Եվ դա է մեր միակ ուժը, ներուժը, մեր հաջողության գրավականը որակյալ գինիներն են։ Եվ մենք իսկապես չենք ուզում լինել ցանցերում էժան սեգմենտում, որտեղ կա շատ մեծ հետաքրքրություն կա։ Մենք ցուցահանդեսներին, որ մասնակցում ենք, մեզ գալիս են կոնկրետ ասում են, ասենք, մենք արդեն ցանցերի անուններն է գիտենք, երբ որ այդ մարդիկ ներկա դեմքով էլ իրենց գիտենք, որ գալիս են ու ասում են, արդեն հասկանում ենք, որ չենք կարող տալ իրենց այդ քանակ, մենք էժան գինի չենք կարող արտադրել։ Զարուհի ջան, դրա հետ կապված կա մի մեծ բայց ու հարց։ Նույն Հայաստանի Հանրապետությունում, երբ որ դու ունես այլընտրանք վերցնելու հայկական գինի եւ եվրոպական, շատ հաճախ գնային քաղաքականության խնդրի պատճառով դու նախընտրում ես X եվրոպականը, որի մասին շատ չգիտես էլ, որովհետեւ հետևանքները այդքան վատ չեն լինելու ու դու քիչ թե շատ ծանոթ ես այդ տարածաշրջանին եւ համային ռեցեպտորներդ ավելի զգայուն ու հեշտ են ընկալում ու միևնույն ժամանակ այդքան թանկ չես տալիս, այդքան շատ չես տալիս։ Այսինքն մեր գինին ինքն իրենով թանկ է նաեւ տեղացի սպառողի համար։ Սա ինչն է, խնդիրն է արտադրողական, թե ուղղակի որակի պահպանման։ Չէ, արտադրողական, որովհետև այդ նույն երկրները, ովքեր որ արտադրում են, որոնք որ արտադրում են այս գինիները, իրենք շատ հնարավորություններ ունեն տարբեր, օրինակ մեխանիկական բերքահավաք անել։ Օրինակ ես Միացյալ Նահանգներում տեսել եմ ամեն ինչ ավտոմատացված է։
այնտեղ աշխատուր գրեթե չկար։ Ոչ միայն բերքահավաքը, Զարդ ջան։ Բերքահավաքը սորտավորում։ Ոչ միայն սորտավորում, ամեն ինչ ավտոմատիզացված է։ Իրականում կար սարք, որը որ այդ սորտավորումը որ անում էր լազերային էր ու ինքը միանգամից այդ փչացած հատիկը խաղողի դուրս էր մղում։ Խեղճ հատիկ։ Նստած Շանս չեն տալիս։ Շատ երկրներ նաև ձեռքով տեսակավորում ենք։ Մենք տեսակավորում ենք այգիներում, մեր խաղողի ինքնարժեքը բարձր է, հա, մենք ամեն ինչը ձեռքով ենք անում։ Դրա համար է համեղ մեր Այո։ գինին։ Մենք մի հետաքրքիր էլի երևի հայերենով լավ չի հնչում, բայց այս մոնդիալի կարգախոսներից մեկը նաև by people for people, Մարդու կողմից մարդկանց համար։ Դա շատ ենք հիմա կարևորում, որովհետև օրինակ սկսել են AI-ով գինիներ պատրաստել։ Այսինքն խնդիրը տալիս է, միգուցե լավ է, չգիտեմ, բայց խնդիրը տալիս է, ասում է։ Ոնց է գինին պատրաստվում։ Բացի խաղողը, բերքը, ամեն ինչը հասկանալի։ Ես ուզում եմ արտադրեմ եւ ինչպես պարֆումերներն են աշխարհում քիչ, որոնք կարող են աշխատել այս կամ այն բրենդի համար եւ ձևավորել որոշակի բույրը, ենթադրում եմ նույն կերպ եւ գինեգործն է, չէ՞, պարֆումերի պես, էլի տարբեր բլենդերով, այսինքն խառնելով տարբեր խաղողատեսակները կամ պահպանելով մաքուր տարբերակը, ձևավորում է այս կամ այն գինին։ Հիմա մեր գինեգործները նաեւ իրենք են իրենց գինին արտադրում։ Արդյոք սա չի բերում սխալ մրցակցային դաշտի, որ իր գինին ավելի լավն անի, այն մյուսինը մի քիչ ավելի պակաս։ Գինեգործը, հա։ Չեմ կարող ասել, բայց անուններ չեմ տալիս։ Բլենդ անողները։ Իրականում շատ կարևոր է ձեռագիրը։ Շատ կարևոր է ձեռագիրը, որովհետև մենք արդեն այնքան ենք մասնագիտացել, որ երբ որ նույն գինին փորձում ես տարբեր տարեթվի, հա, այսինքն նույն պիտակն է, նույն տեսակն է 2026 թվականի եւ 25-ի եւ 24-ի, հա, ասում ես փոխվել է, ասում ես որ գինեգործն է փոխվել։ Կամ հնարավոր է որ նաև բացի դրանից հիմնականում գինեգործի ձեռագիրը զգացվում է շատ, բայց միևնույն ժամանակ նաև այդ տարվա բերքից էլ է կախված։ Եթե տարին լավն ա եղել, բերքը իսկապես լավն է, գինին որակապես տարբերվում է։ Բայց ձեռագիրը շատ կարևոր է, շատ, ու ձեռագիրը կախված է քո քիմքից, որտեվ գինեգործի ինքը այգիներում շրջում է, խաղողը համտեսում է եւ այդ ժամանակ է որոշում բերքահավաքը։ Ճիշտ գինեգործը այդպես է իրականացնում բերքահավաքը։ Տերուարից չի որոշում, խաղողի տերուարը կա, ամեն ինչ նորմալ, բայց ինքը շարքերով քայլում է, համտեսում է խաղող, ասում է ժամանակն է արդյոք այս բերքահավաքը անել, թե ոչ։ Դրա համար ձեռագիրը զգացվում է։ Հետո այդ համային զգարաներից եւ չգիտեմ, այդ որ ինքը զգում է, որ խաղողի մեջ այս տարի այս հետաքրքիր իր բույրային կամ համային հատկանիշները արդեն ձևավորված է, ինքը ոչ միայն տեխնոլոգիայով պատրաստի, ինչպես անի, որ ավելի շատ շեշտադրումը դնի դրա վրա, ոնց զարգացնել ավելի շատ հետաքրքիր համերին տեխնոլոգիայով։ Դրա համար ձեռագիրը գայս է դրանից։ Մենք բոլորս գիտենք, որ նոր խոհարարները, հա, նույն մթերքը ունեն, տարբեր ձևով են պատրաստում, նույնը գինեգործն է, այսինքն իր աշխատանքում ինքը հետաքրքիր ձևով է ստեղծում այդ գինին, դրանով է տարբերվում է։ Մթերքի պահը իդեալական էր ասված։ Մի առիթով տարիներ առաջ Սիցիլիայում հանգստի ժամանակ որոշեցի գնալ ուսումնասիրել իրենց գինո այգիները, խաղողի այգիները։ Եվ ես այդպիսի սանրած, գեղեցիկ այգիներ երևի քիչ եմ տեսել իմ կյանքում, շատ յուրահատուկ։ Էթնահրաբուխի ամբողջ այդ լանջկով, շերտ-շերտ, կախովի այգիների պես, եւ ինչն էր յուրահատուկ, որ անգամ այդ բարձրության վրա դե 3 տարբեր ծովեր են, չէ, շրջապատում Սիցիլիան, եւ այդ խոնավության մեջ, այդ չորայինի մեջ շատ յուրահատուկ միքսեր ու խաղողի համնել էր շատ յուրահատուկ ընդգծված ու փոշու հատիկ անգամ չկար, որովհետեւ հրաբխային լավայի վրա աճած չկա փոշի։ Ես ինձ անընդհատ հուզում է հանած գարանդմակը, որը այդ փոշիացած ձևն է այդպեսին, որ այնպես խավ ունի վրան, մեր փոշու հարցը, մեր դարավոր հայկական անձնական փոշու հարցը, մեր խաղողի այգիներում ոնց ենք լուծում։ Մենք կարծում ենք այդ փոշին այդքան մեծ չի խանգարում, հա, հարմարվել ենք, բայց կուզեի մի հատ չորային կլիման էլի, չգիտեմ։ Ինձ հետաքրքիր է, երբ որ ես էլ առաջի անգամ Միացյալ Նահանգներում իմ առաջի փորձն էր դրսում Նապայում տեսնել այդ այգիները, ասում են նկար է։ Ես չէի հավատում, բնական այգիները իսկական է։ Եվ երբ որ վերադարձա Հայաստան ու տեսա, որ մեր մոտ հնարավոր չի այդ գծած այգիները ունենալ, միշտ այդ հարցը տալիս է ինչի մենք չենք կարողանում եւ այլն փորձում ենք
նման ոճի այգիներ ունենան, բայց հիմա ես հակառակն եմ մտածում։ Որ էս էլ իր էֆեկտն Որտեւ իրականում երբ որ եվրոպական զարգացած երկրներում գնում ես, քեզ թվում է դու նույն երկրում ես, եթե տարբեր բարձրադիր գոտիներ ու այդ բնությունը չլինի, քեզ թվում է դու մի երկրում ես։ Երբ որ դու գալիս ես Հայաստան ու տեսնում ես, որ քո այգիները պատվաստված չեն, դրա համար այդ հավասար այգիները չես կարողանում ստանաս, որովհետեւ դա էդից է կախված։ Ու քանի որ այգիները պատվաստված են, իրանք կարողանում են այդ էդի ձևով այդ ամեն ինչը տենց հավասար ստանան։ Կատարուի այգիները հավասար էին։ Պատվաստված էին։ Հա, բայց Հավասար էին։ Դե կատարոյի այգիները իրականում լրիվ ուրիշ կլիմայր, ուրիշ բնության եւ այլն, բայց երբ որ դու բարձրանում ես Վայոց ձոր, եղել եք Ռինդ, Ղամնաձոր, Արենի, գժվելիք է, այդ որ նայում ես այդ լեռների մեջ այդ այգիները, գնում ես հին այգիներ, ժայռից կարճած խաղողներ են, մեզպես կամքով, որ հանկարծ ես պիտի աճեմ։ Իրանք էլ են հավասար, հետաքրքիր իրանք ձևով, խաղողները տարբերվող են։ Երբ որ այդ հին այգիները ես գնում, որը 120 եւ պլյուս, կան 150 անցած օրը այդ այգիներով շրջում էի, այդ իր յուրահատկությունը տարբերվող լինելը, այդ իսկապես լրիվ ուրիշ բան է, ու դրա համար են գալիս մարդիկ Հայաստան։ Անկեղծ եմ ասում, մենք ունեցել ենք շատ այնց հեղինակավոր փորձագետներ, կարող եմ ասել, որտեղ համ լրագրող են, համ փորձագետ են, եւ այլն, այդ տղան գրանցեց հայկական այգիները իրենց բազայում, ինքն էլ հավաքագրում էր աշխարհի ամենահին այգիները, Հայաստանը առաջ տեղում էր։ Ինքը եկել էր Հայաստան, ինքը այցելեց այդ այգիները, ինքը նես տպավորված էր, նման փորձագետներ իրանք աշխարհն են շրջում եւ երբ որ իրենք են խոսում քո յուրահատկության ու առանձնահատկության մասին, դա ավելի ոգևորիչ է։ Գինեգործությունը մարդու հարաբերության արվեստն է, ալկոհոլի մասին չէ։ Գինեգործությունը ժամանակի, բնության եւ մարդու երկխոսությունն է։ Եվ եթե քո ինքնության մասին երբևէ հարց ես ունենում, ապա ամենալավ տարբերակը հետ գնալ ու հասնել այն առաջին վազին, որով ձևավորվել է քո արմատը, տվյալ տարածաշրջանում եւ քո մտածողության մեջ։ Գինեգործությունը մեր օրերում ոչ թե այցեքարտ է պարզապես, այլև շատ սիրուն մեծ ալիք աշխարհը գրավելու։ Եվ եթե ունես կարողություն, կարող ես այդ ալիքը ճիշտ հեծնել ու գրավել քո ուզած աշխարհը, երկիրը կամ մարդու սիրտը։ Գինեգործությունը սիրո դրսևորում է, որովհետև բթացնում է ցավը եւ ազատում է սերը կապանքներից։ Գինեգործությունն ու գինին ու խաղողագործությունը ընդհանրապես ինքնության, մշակույթի, պատմության հիմքում է։ Եվ այսօր առավել քան երբևէ, երբ մեր երկիրը բազում մարտահրավերների առջև է, ես վստահ կարող եմ ասել, որ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի այս ահռելի աշխատանքը շատ մեծ ու կարևոր դերակատարում ունի որևէ հայի համար։ Անկախ նրանից գինի սիրում է, խմում է, գտնում է այն առողջարար, թե ոչ։ Այդպես է։ Ամփոփելով, հա, Զարա ջան, արտադրողական աշխարհը Հայաստանում սովորաբար ու մեծ առումով միշտ եղել է տղամարդկանցը։ Սիրելի տղամարդիկ, ինչպես կարող ենք առանց ձեզ քննարկելու մենք այս եթերը ավարտել։ Չլար։ Եվ գինեգործությունն ինքնին եղել է տղամարդկանց մենաշնորհը ինչ որ մի этаպում։ Եվ հետո հայտնվում են տարբեր նուրբ էություններ, որոնք գալիս խառնում են այդ տղամարդկանց աշխարհն իրար, դառնում են գործադիր տնօրեն եւ թելադրում են նրանց ինչպես շարժվել առաջ։ Զար, եթե հումորը դնենք մի կողմ, իբրև գինու արտադրող, որքանով էր դժվար մտնել այդ աշխարհ, արդեն ձևավորված ու կարծրացած իր ձևի մեջ, եւ որքանով է կնոջ ստեղծած գինին տարբերվում տղամարդու ստեղծած գինուց։ Հետաքրքիր այդ հարցը շատ են ինձ տվել, բայց համտեսելուց հետո իրենք են ասում, որ զգացվում է, որ գինը արտադրել է։ Կնոջ մատը խառն է, չէ՞, ներսում։ Եվ դա ավելի նուրբ ու հաճելի հետաքրքիր գինի, որ ստացվում է, ասում են, որ երևում է, որ գինը արտադրել, բայց իրականում ճիշտ ասած, լինելով կին գինեգործ ինձ ավելի շատ օգնել են մեր տղամարդիկ, որտեվ այդ կարծրատիպը կոտրվել է, որտեվ հասկացել ենք, որ մասնագիտությունը սեր չի ճանաչում եւ եթե սիրում ես քո մասնագիտությունը, հաճույքով ես քո աշխատանքը կատարում, խոչընդոտներ չկան։
Ինձ համար համենայն դեպս խոչընդոտներ երբեք չեն եղել ու հակառակը կասեմ, որ շատ հարցերում ինձ օգնել է իմ կին լինելը, չգիտեմ, նաև միգուցե, ինչպես դուք նշեցիք, նուրբ լինելը, որովհետև միշտ իմ շուրջ հավաքվում են մարդիկ, ովքեր պատրաստական են ինձ աջակցելու, իմ կողքին լինելու, եւ ես կուզեմ առիթը օգտագործեմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ իմ գինու համայնքին, իմ գինեգործներին, իմ ընկերներին, ովքեր որ ամեն ձև ինձ աջակցում են այս աշխատանքը իրականացնելու, որովհետև դա մի մեծ սիրով լի ընտանիք է եւ մենք միասին բոլորս հավատում ենք մեր տեսլականին, հավատում ենք այն հաջողություններին, որ մենք միասին կարող ենք ստեղծել եւ երևի թե եթե իրանք այդքան աջակից չլինեին, ես ինչքան էլ փորձեի իմ աշխատանքում դա տանեի առաջ ինչ որ բաներ, ծրագրեր եւ այլն երբեք չէի հաջողի եւ կարծում եմ, որ իսկապես լինելով կին դա ինձ ավելի շատ օգնել է, ինչքան ես դժվարությունների կամ արտահրավերների առաջ եմ կանգնել։ Իսկ մասնագիտության մեջ իրականում երբ որ արտադրությունում ես լինում, անգամ չես էլ զգում դժվարություններ, իհարկե արտադրությունը բարդ է, երբ շատ ֆիզիկական աշխատանք կա, որ արվում է, բայց երբ որ ունես թիմ, երբ որ ուղղակի դու գինեգործ ես ու գիտես ինչ ճանապարհով, ինչ տեխնոլոգիայով պետքա գինին պատրաստվի, ամեն ինչը շատ սահուն ձևով իրականացվում է եւ արդյունքում ունենում ես գինի, որը որ նաև էմոցիա է փոխանցում, պատմություն կա հետևում կանգնած, չգիտեմ, դառնում է այցեկարգ ինչ որ միտեղ քո երկրի ճանաչելիության եւ ուզում եմ նաև նշեմ, որ գինոտուրիզմն է զարգանում Հայաստանում եւ այդ գինիները նաև դռներ են բացում զբոսաշրջիկների համար, ովքեր որ գայց են Հայաստան բացահայտելու որպես գինեգործական երկիր, կարծում եմ, որ ուրախ եմ, սիրում եմ մասնագիտությունը եւ ուրախ եմ ինչ որ մի մաս կազմել եւ ներդրում ունենամ այս ոլորտի զարգացման մեջ։ Շնորհակալություն Զարուհի ջան գալու համար։ Ես դույով էի Զարուհու հետ, որովհետեւ մենք իրար գիտենք մի հավերժություն ու մի բաժակ գինի չի որ միասին չորացրել ենք, ինչպես ասում են, եւ իսկապես շնորհակալ եմ արած գործի համար։ Հիշեցնում եմ, որ Հայաստանում առաջին անգամ մայիսի 19-ից 23-ը տեղի է ունենալու մոնդիալ մրցույթը, որը մոնդիալի մրցույթը ամենահայտնին է իր որակավորումներով եւ գինիներին իրենց որակի նշանը տալով, նրանք նաեւ նոր ասպարեզ են տալիս այդ գինիների համար եւ տարածում են աշխարհով մեկ այդ գինիները, այնպես որ սա շատ կարեւոր է մեզ համար։ Ես ավարտելով հիշեցնեմ, որ իմ YouTube-յան եթերներն ապահովում է Spin Ideas Agency-ն եւ YouTube-յան այս հարթակը դուք կարող եք օգտագործել նաեւ ձեր բիզնես առաջխաղացման համար դիմելով նրանց, որովհետեւ նրանք գիտեն YouTube-ի մասին ամեն ինչ։ Ու donation alerts-ը, որը դուք պարբերաբար ձեզ մոտ տեսնում եք, ես մոռանում եմ ասել, բայց դուք շատ ուշադիր եք հանգանակության համար է, դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ իմ հաղորդման մեջ։ Մեր մեջ ասած դա կլինի միակ ներդրումը, որն առհասարակ կա իմ հաղորդման մեջ։ Եվ ես շատ շնորհակալ եմ։ Զարա ջան, ամփոփիչ խոսք ունեք, թե Շնորհակալ եմ հրավերի համար եւ խմեք հայկական գինի։ Այո, միանշանակ։ Վերջացնելով ասեմ, որ գինեգործությունը ոչ թե միայն հարաբերության, այլև համբերության արվեստն է։ Խաղողը ժամանակ է պահանջում հասունանալու համար, գինին կազմավորվելու համար, նույնպես ժամանակ է ուզում եւ ամենակարևորը մարդը, որպեսզի հասկանա շատ բան, էլի ժամանակ է ուզում։ Հիմա կարևոր է երեքի հանրագումարում վերջում խմածը տումպը առողջացնի քեզ։ Այսպիսով գինին ապրելու արվեստն է։ Սկսում է, զարգանում է, հասնում է կուլմինացիայի եւ վերջում ճիշտ ձևով ավարտվում է։ Ձեզ բարի ու հաճելի օրեր եմ մաղթում, հանգստյան եւ տոնական ու մեզ բոլորիս մաղթում եմ, որպեսզի Նոյի պատումը, որն եկել էր ու Արարատ լեռան դիմաց Արարատյան դաշտավայրում տնկել էր մեր խաղողի վազը, որը մինչև հիմա կա մեր երկրում այդ խաղողի վազը, լինի հավերժական ու տարածվի աշխարհով մեկ մեր պատմությունը լավագույնս ներկայացնելով հայկական գինեգործների ու խաղողագործների հիմնադրամի շնորհիվ։ Կհանդիպենք հաջողություն։